Սիրելիներս, ուզում եմ կարճ ասել ամենակարևորի մասին, Տեր Հիսուս Քրիստոսի նրա գալստյան մասին։ Ուրեմն, Տեր Հիսուս Քրիստոսը եկել է երկիր որպես մարդ, մարդացած, մարդու մարմնում Աստված ծնվել է մարդու մարմնում, մի անգամ դա եղել է եւ կմնա այդ մեկ անգամը։ Նա ծնվել է 2025 տարի առաջ երկրի վրա։ Նա ծնվել է որպես մարդ, Աստված ծնվել է մարդու մարմնում, որպեսզի գար եւ փրկեր մեզ, մաքրեր մեզ մեր մեղքերից, արժանացնելով մեզ հավիտենական կյանքի, սրբեր մեր մեղքերից, ազատեր մեր մեղքերից, մաքրեր մեզ մեր մեղքերից։ Հիսուս Քրիստոսը եկել է դրա համար։ Նրա փրկությունը մեզ տրվել է մեկ անգամ եւ դա հավերժական է։ Այլևս կարիք չկա, որ Տեր Հիսուս Քրիստոսը որպես մարդ ծնվի երկրի վրա։ Տեր Հիսուս Քրիստոսը շուտով գալու է երկնքով, չի իջնելու երկիր, չի իջնելու երկիր, տեղի է ունենալու հափշտակություն, դրա մասին կա Աստվածաշնչում գրած, ես չեմ հորինում։ Բայց եթե դուք ուղղակի ուսումնասիրեք YouTube-յան հարթակը, դուք կտեսնեք, որ հիմա ողջ աշխարհում ամենաշատ քանակությունն է, որ մարդիկ խոսում են Հիսուսի եկեղեցու հափշտակության մասին, հազարավոր մարդկանց Աստված տալիս է տեսիլքներ, հայտնություններ, երազներ այն մասին, որ ինքը շուտով գալու է, որ շուտով սպասվում է Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակությունը, հարսի հափշտակությունը։ Տեր Հիսուս Քրիստոսը գալու է երկնքով իր հրեշտակների հետ, ամպերի միջով եւ հափշտակելու է իր իրական զավակներին, տանելու է, մեզ հանդիպելու է երկնքում ամպերի մեջ եւ տանելու է իր թագավորություն։ Հիշեք, որ Աստվածաշնչում գրված է, որ վերջին օրերին կլցվի Սուրբ Հոգին մեր զավակների վրա, որդիների եւ դուստրերի, ինչպես նաեւ տարեցների վրա, եւ մենք կտեսնենք տեսիլքներ, երազներ եւ կպատմենք աշխարհին այդ մասին վերջին օրերին։ Ուղղակի ուսումնասիրեք, թե ինչքան մեծ քանակության մարդիկ տեսնում են երազներ Հիսուսի գալստյան մասին, ավելի ճիշտ հափշտակության մասին, եւ պատմում են ամեն օր տարբեր հարթակներում, եւ հիշեք, միթե սրանից մի քանի տարի առաջ այսպիսի քանակություն է եղել, նույնիսկ մի տարի առաջ, 2 տարի առաջ այսպիսի քանակություն չի եղել, որովհետեւ մենք ապրում ենք իրոք վերջին օրերում։ Շատերը, ովքեր ինձ կամ իմ նման երազ տեսնող, տեսիլք տեսնող, հայտնություն ունեցող մարդկանց գրում են դու սուտ ես, դու սուտ մարգարե ես եւ այլն, չկա այդպիսի բան, մարգարեները այլևս չկան եւ այլն, մոռանում եք, որ գրված է վերջին օրերին Սուրբ Հոգին կհեղեմ ձեր դուստրերի եւ ձեր որդիների վրա եւ նրանք կտեսնեն երազներ, տեսիլքներ։ Մոռանում եք, ինչու եք մոռանում, որովհետեւ դուք ուղղակի ուզում եք ասել դիմացինին, որ նա սուտ է խոսում։ Մի արեք նման բան։ Եվ շուտով Տեր Հիսուս Քրիստոսը կգա հափշտակելու իր եկեղեցին։ Նա չի իջնի երկիր, այ երկիր Տերը կիջնի երկրորդ անգամ հափշտակությունից 3.5 տարի անց, դա կոչվում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը երկիր, բայց երկրորդ գալստյան ժամանակ նա չի մարդանալու, նա մարդ չի դառնալու, չի ծնվելու մարդու մարմնում, նա ինչպես որ կա Աստված, այդպես էլ աստվածային ողջ փառքով, ողջ զորությամբ, իր ողջ բանակով, զորքով իջնելու է երկիր, այն երկիրը, որտեղ ինքը եկավ փրկելու, բայց իր փրկությունը, իր զոհաբերությունը, իր սերը չընդունեցին, չգնահատեցին եւ մերժեցին Տիրոջը։ Այդ նույն երկիր, այն երկիրը, որ ինքը ստեղծել էր իր հոր հետ, Հայր Աստծո հետ, այդ երկիրը, որտեղ մերժեցին Տիրոջ զոհաբերությունը եւ սերը, երկրորդ անգամ Տերը կգա որպես Աստված իրական, ինչպիսին որ ինքը կա, բայց արդեն որպես դատավոր Աստված։ Նա գալու է երկիր դատելու չարին։ Ուզում եմ ասել, որ հիմա մենք գտնվում ենք դատաստանների մեջ, սկսված են դատերը, Աստծո դատերը երկրի վրա, բայց այն դատերն են, որոնք տեղի են ունենում Աստծո թագավորությունից, Աստված չի իջնում երկրի վրա, նա իր թագավորությունից երկրի վրա դատեր է կայացնում, բայց շուտով երբ հափշտակությունը կլինի ու դրանից հետո նեռը կսկսի իր իշխանությունը պաշտոնապես, հակաքրիստոսը կիշխի աշխարհին, նա կլինի միակ,
միակ Տերը, աշխարհի միակ թագավորը, աշխարհի, որովհետև աշխարհի բոլոր թագավորները իրենց գահերը, իրենց թագերը հանձնելու են նրան եւ լինելու է մի հոգի, ով կիշխի ողջ աշխարհին, դա հակա Քրիստոսն է, այսինքն չարը մարմնավորված, կանցնի 3.5 տարի, կավարտվի նրա իշխանության ժամանակը եւ Հիսուս Քրիստոսը արդեն իր կնոջ հետ, այսինքն հարս, ով հափշտակվել էր եւ 3.5 տարի երկրի ժամանակով ակապրի երկնքում Հիսուս Քրիստոսի հետ, նա Հիսուսի հետ էլ կվերադառնա երկիր դատելու, այսինքն այն բոլոր մարդիկ, քրիստոնյաները, ովքեր կհափշտակվեն, նրանք Հիսուսի հետ են գալու երկիր դատելու։ Այդ մասին նույնպես կա Աստվածաշնչում գրած, բայց ես այս ամենը, ինչ որ խոսում եմ, իմացել եմ եւ իմանում եմ Սուրբ Հոգուց, նախքան Աստվածաշնչում այդ ամենի մասին կարդալ, իմանալը, ամեն ինչ ինձ սովորեցրել է եւ ցույց է տվել Սուրբ Հոգին։ Եվ նորից եմ ասում, Հիսուս Քրիստոսը ունեցել է մի գալուստ երկիր, առաջին գալուստը, երբ նա ծնվեց որպես մարդ, մի անգամ է եղել եւ այլևս չի կրկնվելու։ Դրա կարիքը չկա, նա եկել էր փրկելու, նա փրկեց, նա մեզ ազատեց չարից, հավիտենական կյանք պարգևեց մեզ արքայությունում երկնային, որովհետև հավիտենական կյանք կարող ես ունենալ նաև դժոխքում, եւ գնաց, հարություն առավ եւ գնաց, մի անգամ է եւ հավերժ, հետո նա գալու է երկինք, չի իջնելու երկիր, հափշտակություն է տեղի ունենալու եկեղեցու Հիսուս Քրիստոսի իրական հավատացյալների հափշտակությունը։ Դրանից հետո անցնելու է 3.5 տարի եւ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստն է լինելու երկիր, երկրորդ գալուստը, բայց որպես Աստված, որովհետեւ նա Աստված է, եւ որպես դատավոր արդեն դատերը կայացնելու է հենց երկրի վրա։ Հիմա ես կրկնում եմ, Հիսուսը մի անգամ է մարդացել, մարմնավորվել մարդու մարմնում Աստվածը, որ մեզ փրկի։ Հիսուսը երկրորդ անգամ գալու է երկիր, որպես դատավոր, որպես Աստված, որովհետև ինքն Աստված է։ Հափշտակությունը դա երկրորդ գալուստը չէ Տիրոջի, հափշտակությունը դա հափշտակությունն է։ Հիսուսը չի իջնելու երկիր այդ ժամանակ։ Ուզում եմ, որ այդ տարբերությունը պատկերացնեք։ Հիսուսի երկրորդ գալուստը լինելու է հափշտակությունից երկրի համար 3.5 տարի անց։ Այսքանը։